Անապատական հայրին հարցնում են. դուք պահք պահում եք թե չէ։ Անապատական հայերը պատասխանում են. մենք չգիտենք պահք պահում ենք թե չէ, բայց գիտենք, որ պահքը մեզ պահում է։ Պահքը պահպանություն է։ Եվ եկեղեցու Սուրբ Հայրը իմաստուն ձևով ամբողջ տարվա կտրվածքով, ամբողջ տարվա ընթացքում մեր հոգևոր ընթացքը ապահովել են պահեցողություններով։ Չորեքշաբթի ուրբաթ օրերը կոչվում են օրապահքեր։ Ինչ ենք մենք չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը պահք պահում։ Միշտ հիշելով, որ չորեքշաբթի օրը Քրիստոս մատնվեց եւ ուրբաթ օրը Քրիստոս խաչվեց։ Կարծես այդ օրերը մենք Քրիստոսի մատնությանն ենք մասնակից լինում, Քրիստոսի խաչելությանն ենք մասնակից լինում, ինչպես Պողոս առաքյալն է ասում, եթե իմ խաչին խաչակից չլնեք, Քրիստոսի խաչին խաչակից չլնեք, փառքին էլ փառակից չեք լինի։ Այսինքն մենք այդ փոքրիկ զոհաբերությամբ Քրիստոսի մատնության օրը, Քրիստոսի մատնության մատնութենակից ենք լինում եւ խաչելության խաչակից ենք լինում, որպեսզի կարողանանք Քրիստոսի փառքին էլ փառակից լինել։ Կան շաբաթապահքերը, որ մեծ տոներին նախորդող շրջանում է շաբաթապահք։ Պատրաստվում ենք այդ տոնին, որովհետև յուրաքանչյուր տոն իր պատրաստություն ունի։ Եթե մենք ինչ-որ մի հյուր ենք մեր տունն ընդունում, պատրաստություն ենք չէ տեսնում։ Այդպես էլ մեծ տոներն Քրիստոս մեզ հյուր է գալու։ Մենք մտքով, հոգով, նաև մարմնով, պահեցողությամբ, աղոթքով պետք է պատրաստվենք Քրիստոսի դիմավորելու։ Եվ ամենամեծ տոնը ո՞րն է տարվա մեջ։ Զատիկն է, Քրիստոսի հրաշափառ հարությունը, եւ այս պատրաստությունը շատ ավելի երկար է լինում։ 50 օր ենք մենք պատրաստվում, 50 օր ենք ապաշխարում։ Մեր գործած տարվա մեղքերի համար ենք սրտի զղջումով, խոստովանությամբ, ինքնամաքրմամբ, ամբողջական նվիրումով պատրաստվում Քրիստոսի հրաշափառ հարությանը։ Այսինքն պահքը դրախտի հնություն ունի, դրախտում էլ պահքեր չէ, չուտել արգելված պտղից։ Եթե դրախտում պահքը պահեին, մենք դրախտում կլնեինք, բայց դրախտում պահքը չպահեցինք, մենք վտարվեցինք։ Հիմա եթե մենք ուզում ենք դրախտ մտնել, պետք է պահքը պահենք, որ մտնենք դրախտ։ Հետաքրքիր էսպիսի մի ավանդություն կա, Ադամից 7-րդը Ենովքը ապրել է 365 տարի, տարվա օրերի թվով, և 250 տարի, Սուրբ Գիրքն ասում է, 250 տարի Ենովքը հաճելի եղավ Աստծուն։ Այդ ինչ 250 տարվա մասին է խոսքը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին և եկեղեցու մյուս հայրերն ասում են, որ Ենովքը մի պարտեզ տնկեց և այդ պարտեզի պտղից չկերավ։ Ադամից լսել էր, որ Ադամը կերել է, վտարվել է, ասեց ես պետք է տնկեմ, ուրիշներն ուտեն, ես չպետք է ուտեմ։ Եվ իրապես գիտեք, Ենովքը 365 տարեկանում առանց մահ ճաշակելու գնաց դրախտ։ Մենք միշտ Իվերին Երուսաղեմում ասում ենք Իվերին Երուսաղեմ, ուր Ենովք և Եղիա։ Մենք գիտենք, որ հիմա Ենովքը ողջ է։ Որտեղ է։ Դրախտում է։ Եվ Եղիան։ Ինչու է Ենովքը դրախտում, որտեղ 250 տարի պահք պահեց, իր տրկած այգու պտղից չկերավ, ուրիշներն են բաժանում, և ինքն իր տնկած այգի, բայց հեշտ բան չի, 250 տարի, այդ պատկերացնում եք ինչ ժուժկալություն, ինչ չափավորություն է ունեցել Ենովքը, այդ պատճառով էլ դրախտը մտածում, ողջ կենդանի գնացել է դրախտ, հիմա դրախտում է Ենովքը։ Եթե մենք էլ ուզում ենք դրախտ գնալ, պահքը պահքի պահենք, և պահքը դա իրականում պահպանություն է։ Մենք չենք, որ պահքը պահում ենք, այլ պահքն է մեզ պահում։ У пустынников однажды спросили: вы соблюдаете пост?
Они ответили: «Не знаем, соблюдаем ли мы пост, но знаем одно – пост хранит нас». В этом заключается смысл поста. Он является духовной защитой человека. Святые отцы церкви очень мудро устроили церковный календарь так, чтобы в течение всего года наша духовная жизнь поддерживалась постами. Поэтому среда и пятница являются постоянными постными днями. Почему именно они? Потому что в среду Христос был предан, а в пятницу распят. Постясь в эти дни, мы становимся сопричастниками Его страданий и Его креста. Как говорит апостол Павел, если вы не разделяете крест Христов, то не сможете разделять Его славу. Поэтому этим небольшим добровольным подвигом мы становимся участниками страданий Христа, чтобы однажды стать участником и Его славы. Кроме еженедельных постов существуют и посты перед великими праздниками. Каждый большой праздник требует подготовки. Когда мы ждем дорогого гостя, мы заранее готовим дом. Также и перед великими праздниками мы готовимся встретить Христа. Не только внешне, но и прежде всего душой, молитвой и постом. Самый великий праздник церковного года – Пасха, воскресение Христово. Поэтому подготовка к нему самая продолжительная. Мы 40 дней дали вместе со страстной седмицей, да, около 50 дней. Каемся, очищаем сердце, исповедуемся, стараемся избавиться от грехов и всей душой готовимся встретить воскресшего Христом. Пост существует еще со времен рая. Первым постом была заповедь не есть плод запретного дерева. Если бы Адам и Ева сохранили этот пост, человечество осталось бы в раю. Но они нарушили его и были изгнаны. Поэтому, если мы хотим вновь войти в рай, нам необходимо научиться хранить пост и послушание. Есть интересное церковное предание о Енохе, седьмом потомке Адама. Он прожил 365 лет по числу дней в году. Святой Григор Татеваций и другие отцы церкви рассказывают, что Енох посадил сад и 250 лет не вкушал плодов, которые сам вырастил. Услышав от Адама, что тот был изгнан из рая из-за нарушения Божьей заповеди, Енох решил: «Я посажу сад, но сам не буду есть его плоды. Пусть ими пользуются другие». Именно за такую верность и самоотречение Бог удостоил его особой милости. По церковному преданию Енох был взят Богом живым и находится в раю, не испытав смерти. Как говорит проповедник, если мы тоже хотим войти в рай, нам необходимо соблюдать пост. И главный вывод таков: мы думаем, что это мы соблюдаем пост. На самом деле пост хранит нас. Пост – это не просто отказ от пищи, это духовная защита, школа самообладания, средство очищения сердца и путь, ведущий человека к Богу.